Իսկ ով լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք, որ տեր կկանգնի մեր երկրին։ Մարդ, որը պետք է կարողանա լսել, մարդ, որ պետք է կարողանա կողմնորոշվել, գտնի իր թշնամիներին, իր հակառակորդներին, բարեկամներին։ Եվ այսպես չանի, այսօր այսպես անում, վաղ այսպես անում։ Մի բան առավոտն ասում է, հաջորդ օրը ինքը բան անում, ժխտումա թե այսպեսի բան չեմ ասել։ Հետո Ինձ թվում է, որ Սամվել Կարապետյանը ավելի վստահելի է, քան թե Փաշինյանը։ Ղեկավարության նելու իմաստը ո՞րն է, որ քաղաքացիությունն ժողովրդին բարելավեն ամեն ինչով։ Այդտեղ չի որ ասեն քաղաքացիություն թողեն արտերիկուս։ Նիկոլին ճանապարհեցինք, ամեն ինչ լավ է լինելու, փոխվելու է։ Չեմ իմանում ինչ ասեմ, բայց Փաշինյանը Երևակայի շատ թույլ ու անխելք մարդ է։ Ինքը թող մեղքը չգցի ժողովրդի վրա, ժողովուրդը ստեղծող, արարող, աշխատող ժողովուրդ է, ոնց էլ անի կրոտի տնում են, բայց այս պայմաններում, այս հարկերի, այս ամեն ինչի բանում դժվար է։ Դե Փաշինյանն էլ եկավ, սկզբից լավ է, ասենք ժողովուրդ է, փոխելու մար փոխին, բայց արդյունքն էլ էս է։ Ղեկավարը, որը պիտի ղեկավարի երկրը նորմալ։ Ունենք այդպիսի ղեկավար մենք։ Կա, բայց իմ թեմ անձնական է, ես չեմ ասի դա։ Խելացի, հայնասեր մարդ։ Մեզ համար լավն է պետք։ Հարաբերություն լինելու մար պիտի ղեկավարը լինի։ Տունը պիտի տեր ունենա։ Եթե տան գլխավորը այլանդակ էլա, վալկաշելա, կնիկը ինչ ասած կանի։ Տուն էլ չկա, մար էլ չկա, այս էլ կանի, այն էլ կանի։ Այսօր ինչ ղեկավար։ Ղեկավարի անունը լսելուց պիտի մի քիչ սրտը տաս։ Ժողովուրդը զգում է իր վրա որևէ փոփոխություն։ կզգա։ Հեսա դեկտեմբերի կոմերը կզգա։ Ինչպիսի փոփոխություն։ Դե երբ որ ամեն ինչը թանկանա, գազը որ թանկանա, ամեն ինչը թանկանա։ Երկիրը ոտի կանգնելու համար ակին ուժեր է պետք։ Պետք է խելացի ժողովրդի մասին մտածի։ Ուժեղ, խելացի եւ սիրի էլի ժողովրդին։ Ամեն ինչն արդեն վարյակնացել ինչ զորացն է զարգացել։ Բայց դե պիտի ոնց ասեմ, ուժեղը լինի, որ կարողանա հաղթահարի այս ամեն ինչը, որ կարողանանք ոտքի բարձրանանք։ Իսկ ով է այդ մարդը, դուք տեսնում եք նման մարդներ այս միջավայրում, թեկուզ իր անունը կարող եք ասել կամ դրել էր ընտրություններին այդ մարդերի տեխնացությունը։ Դրել էր, բայց չանցավ։ Օրենքի դիկտատուրա։ Այս ազգին պետք է ճիպոտով դաստիարակես։ Այս ազգին ճիպոտով պետք է դաստիարակես։ Հարգանքի արժանի ղեկավար լինի, ով ուզում լինի։